Հարգելի գործընկերներ, շատ կարևոր օրենսդրական նախաձեռնություն ենք քննարկում այսօր։ Այդ օրենսդրական նախաձեռնության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերաբերում է մեր կենսագործունեության մի հատվածին, հասարակության բոլոր անդամների կենսագործունեության մի հատվածին։ Մենք մեր մի ժամանակի մի մասը մենք անցկացնում ենք տանը, հեռուստացույցի առջև, մի մասը անցկացնում ենք քնած ժամանակ, մի մասը անցկացնում ենք աշխատանքում, սակայն կա մի մաս, որը մենք անցկացնում ենք փողոցներում։ Եվ այդ փողոցներում անցկացնելուց կամ հետիոտն ենք կամ վարորդ։ Երկու դեպքում էլ այս օրենսդրական նախաձեռնության առարկան վերաբերում է այն մարդկանց, ովքեր այդ պահին կամ հետիոտն են կամ վարորդ։ Քանի որ Երևան քաղաքը Հայաստանի ամենամեծ քաղաքն է եւ ունի ամենաշատ փողոցները, ամենաշատ բնակչությունը, ես իմ օրինակները կբերեմ Երևան քաղաքի օրինակով, ինչը վերաբերում է Երևան քաղաքում երթևեկության կարգավորմանը եւ կանոնակարգմանը։ Մենք ունենք հետեւյալ մոտեցումը, որ երթևեկությունը պետք է լինի անվտանգ եւ արդյունավետ։ Դա ճիշտ մոտեցում է ցանկացած հասարակություն, որտեղ օգտագործվում է տրանսպորտային միջոցներ, ունի շահագրգռված է, որ երթևեկությունը լինի անվտանգ առաջերտին մարդկանց համար եւ արդյունավետ, որ չառաջնա խցաններ։ Երևի բոլորը տեղյակ եք այդ հայտնի խցանումներից, որը կան Նյու Յորքում, Մոսկվայում, որ ժամերով մարդիկ մեքենաների մեջ կանգնած չգիտեն ինչ անեն։ Երևան քաղաքում մենք ապրելով, ես ասում եմ Երևան քաղաք ամեն մի քաղաքացի թող պատկերացնի իր բնակավայրը։ Երևան քաղաքում մենք ապրելով ունենք հետևյալ մոդելը։ Մենք ունենք վատ փողոցներ, որը որ մեզ առաջարկված է, վատ փողոցներ, Երևանի փողոցները վատն են ճանապարհային երթևեկության համար։ Այսինքն իրենք նախատեսված չեն այն ծանրաբեռնվածության համար, ինչը որ այսօր կա։ Երևանի փողոցները նաև վատ կառուցապատված են, այսպես ասեմ, այսինքն Երևանի փողոցներում երթևեկության ժամանակ դու անընդհատ անցնում ես մաների վրայով, այդ ջրահեռացման մաների կափարիչների վրայով, անցնում ես տարօրինակ խորտուբորտությունների վրա, այդպես է Երևանի փողոցները։ Եվ ունենք նաև մի այլ հանգամանք, որը կոչվում է Երևան քաղաքում, ասենք այդ կայանման համար հատկացված մի գիծ, այսինքն երթևեկության գծերից մեկը արդեն երթևեկության համար նախատեսված չի, նախատեսված է կանգառների կայանելու համար։ Այդ պարագայում մենք ունենք նաև այնպիսի երթևեկության կանոններ, որը որ անընդհատ խնդրեմ առաջացնում մարդու համար, անընդհատ ցանկացած վարորդի համար եւ ցանկացած հետիոտնի համար։ Նաև ուզում եմ ձեզ հիշեցնել հետեւյալ բանը, որ ճանապարհային երթևեկության մասնակիցները սովորական մարդիկ են։ Այդ մարդը կարող է այդ օրը հոգնած է։ Այդ մարդը կարող է այդ օրը տնից դուրս է եկել ջղայնացած, վիճաբանություն անեց եւ ինքը ղեկին է։ Եվ այդ մարդու հոգեկան վիճակը ուղղակի ազդում է իր երթևեկության կարգապահության վրա։ Սա տեխնոլոգիական արտադրական process չի, որտեղ որ ասենք հաստոցները միացեցին, ու այդ տեխնոլոգիական process-ը տեղի անում անընդհատ սովորական ռեժիմով։ Սա մարդկանց կողմից իրականացվող process է, որին մասնակցում են նաև հետիոտներ, որտեղ Երևան քաղաքում բոլորը տականատես եղել չէ, որ ասենք մարդիկ մեկ էլ փողոց անցնում են, ասենք չսպասելով, որ կարմիր լույս կվառվի, կանաչ կվառվի, դու դա պետք է հաշվի առնես։ Դու պետք է հաշվի առնես, թե ինչ կանի դիմացի մարդը, ինչ կանի հետևի մարդը, ինչ կանի հետիոտնը, ինչ վիճակ է, ասենք այդ փողոցում, որտեղ օրինակի համար 3-3 տուն է գնում եւ ասենք պատահական տեսա, որ փոսա ու այդ փոսի մեջ գործ են անում։ Չկար համապատասխան լուսավորություն, չկար համապատասխան ազդանշան, որ ասենք իսկ գոնե 50 մետրից 10 ընկեր։ Զգուշ գնա, որտեղ ես գնաս փոսի մեջ մեքենա, որ այդ մեքենային այն մեր մարդը որտեղ աշխատում կվնասես։ Դες բաներ չկա Երևան քաղաքում։ Աշխարհում շատ կա դες բաներ, 50 մետրից արդեն քեզ սկսում ես զգուշացնել, զգուշ այնեղ բաներ են։ Երևանում դες բան չկա, չգիտես խի, որտեղ մենք պետք է լինենք շատ աչալուրջ, որտեղ ամենայն հավանականությամբ այն մարդիկ, ովքեր որոշել են, որ Երևանի մեթոդները չներդնել, ու տեխնիկական միջոցները, որոշել են, որ Երևանի բնակիչները կամ Հայաստանի բնակիչները արծվի տեսողություն ունեն բոլորը։ Հերվից պետք է հասկանա, որտեղ գիշերով գործ է արվում։ Դա որպես օրինակ բերեցի, հիմա այն իրավիճակին, որը որ մեր մոտ կա։ Օգոստոս ամսին ես 10 օր գտնում եմ Բարսելոնա քաղաքում, որը որ Երևանից երևի 1.5 անգամ, 2 անգամ մեծ է, որտեղ էլ ամեն օր 1 միլիոնի չափ տուրիստ կա։ Բարսելոնա քաղաքի մի ծայրից ամեն առավոտ գնում եմ մյուս ծայրը, տենց էր իմ ժամանակ անցկացնելու, կոնֆիգուրացիան։
մի ծայրից մյուս ծայրը գնալուց գնում էի տաքսիով, ամեն անգամ, ասենք, ես զարմանում եմ, 10 օր ես անդադ զարմացել եմ նրա վրա, որ Բարսելոնում հոծգիծ չկա, հարգելներս։ Ոչ մի խաշմերուկի տակ, ոչ մի լուսացույցի տակ հոծգիծ չկար, որի հատումը բերեր պրոբլեմի մարդկանց։ Չկար այդպիսի բան, հոծգիծը միայն բաժանարար հոծգիծներ եւ այն գիծը, որը որ հատկացված է ավտոբուսների համար, այդ երկու տեղում էր հոծգիծ, ուրիշ տեղ հոծգիծ չկար։ Ու տեղից է շատ զարմացած վերադարձա, որտեղ առաջ ուշադրություն չէի դարձնում, շատ զարմացած վերադարձա։ Ու առիթ եղավ դրանից հետո, ասենք, հանդիպել հանրապետության նախագահի, ես 40 րոպե հանրապետության նախագահին ներկայացնում էի Բարսելոնայի տրանսպորտային վիճակը, որտեղ հոծգիծ չկա ոչ մի խաշմերուկի տակ ու հարց է տալի հանրապետության նախագահին, ասում է՝ «Խի պետք է Երևանի բնակիչները փողոցը տնօրենելու համար, հա, փող վճարեն, որտեղ այդ փող վճարողներից մեկն էլ ես եմ։ Այդ փող վճարողներից մեկը ես եմ, որտեղ իմ վրա այնքան ակտ է գալի, որ պարզապես հնարավոր չի պատկերացնել ու պատճառը շատ պարզ է, որտեղ իմ բոլոր մեքենաները իմ անով են, իմ զավակների քշած մեքենաները, ծառայության մեքենաները, բոլորը իմ անով են։ Ու այնքան ակտ է գալի, որ ես նայում եմ պատկերացնում, ասենք, եթե հանգարց որը միամիտ մարդն էր, ասենք, առանց իմանալու թե այդ մեքենաները ես չեմ քշում, պետք է մտածել, որ Արսենեն ճանապարհային մանյակ է, այս մարդը դուրս է գալի տնից միայն խախտումներ անելու համար։ Մի ուրիշ բան էլ ասեմ ձեզ ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող գործողությունների հետ կապված։ Այդ ուրիշ բանը կայանում է հետևյալը, որ ասենք միշտ իմ մոտ գալիս է ակտ, որի մեջ գրած է, որ ինչ-որ մեկը պարզել է, որ ես խախտում եմ արել։ Նույնիսկ այն դեպքում, որ ես եղել եմ Ամերիկայում, նույնիսկ այն դեպքում, որ ես եղել եմ Ռուսաստանում, չգիտեմ, կարամ տեղեկանքներով ներկայացնել։ Ոնց է պարզել, որ այդ խախտումը ես եմ արել։ Ինձ պատկանող մեքենայով խախտում են արել, բայց խախտումը ես չեմ արել։ Իսկ այդտեղ գրած է, ավակ լեյտենանտ կապիտան պարզեցի, խախտել է։ Ինչն է պարզել, ես դա չեմ հասկանում, ոնց է պարզել, որ ես Ամերիկայում եմ ու ասենք Բաղրամյա փողոցի խախտում եմ արել։ Կավլիցի։ Ուզում ասեմ հետևյալը, որ չի կարելի այն հարցը, որ վերաբերում է մարդկանց անվտանգությանը, ճանապարհային երթևեկության կարգավորմանը վերածել ձեռնարկատիրական գործունեության։ Որտեղ որ պայն որ վերածվեց ձեռնարկատիրական գործունեության, այդտեղ արդեն մի անգամից օրակարգում հայտնում են ինչ-որ կոչվում է մարքեթինգ։ Մարքեթինգը ի՞նչ է։ Մարքեթինգը դա քո ծառայությունները, քո կողմից իրացվող ապրանքը կամ ծառայությունը ավելի շատ վաճառելու, ավելի շատ իրացնելու գործիքներն են։ Իսկ ձեր դեպքում, երբ որ դուք ճանապարհային երթևեկությունը վերածեցիք ձեռնարկատիրական գործունեության, մարքեթինգային գործիքները մենակ նա է, որ ասենք ոնց անեք, որ մենք ավելի շատ խախտենք։ Այսինքն թակարդներ դնեք։ Ու այդ թակարդները դուք դրել եք։ Այդ թակարդները օրինակի համար ձեզ բերեմ հասարակ օրինակ հետևյալն է, նշանը բերում դնում եք, որ կայանն էլ արգելված է, կամերան հետևից կախում եք, ու ասենք դա ասենք օրինակ բանկի մուտքի դեմն էր, որտեղ ամեն օր մարդ է գալիս մտնում բանկ, որպեսզի ինքը ասենք սպասարկվի։ Իմ ամեն անգամ ամերյա բանկ գնալը, ամեն անգամ 10,000 դրամ ես գիտեմ, որ հետևից բան է գալու։ Որտեղ այնտեղ կանգնելու տեղ չկա, որտեղ առաջ գիծը տվել եք բաներին, հա, այդ կանգառների համար, վճարով եկա կայանատեղ որպես։ Ես պետք է գամ երկրորդ գծում կանգնեմ, ոչ չեմ գնալու կրկեսի մոտ իջնեմ, ասենք որպեսզի ոտով հետ գամ, ես բանկ եմ գնում, կրկես չի գնում։ Ասածս նա է, որ հարգելն է, այն գծանշումները, որ անում եք այն թակարդները, որ դնում եք, ժամանակն է, որ մոռանաք, որ սա ձեռնարկատիրական գործունեություն է, սա հասարակության համար շատ կարևոր խնդիր է։ Երթևեկության կանոնակարգում, անվտանգություն եւ արդյունավետություն։ Այն մարդիկ, ովքեր որ չարամիտ խախտումներ կանեն, թող իրանք տանեն վճարեն։ Թող իրանք այդ բաներ անեն, որտեղ ոչ մի մարդ օրինակի համար, ոչ մի վարորդ, հա, ինքը պարտադիր չէ, որ ասենք ինչ-որ միտեղ կանգնես, գլուխը իր վարորդական ապակոց հանի, գլուխը բանը նա իր անվադող արդյոք բանը հոց գծի էսկոմի վրա, թե այնպես բան չեն անում, որ երկիր մոնորակի դες բան չկա ոչ մեկը անի։ Դրա համար առաջին ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, հա, նախաձեռնողինս ամեն ինչի, հանրապետության նախագահին, որը որ այդ ամեն ինչը լսելուց հետո մի քանի օր հետո հրավերեց խորհրդակցություն, հանրահարականներ տվեց եւ այդ հանրահարականների արդյունքն է, որ մենք այսօր կառավարությունը շնորհակալ եմ կառավարությունից, որ այդ հանրահարականների վերաբերյալ արդյունավետ ու արագ արձագանքել է, բերել է այս օրենսդրական նախաձեռնությունը մեր քննարկմանը։ Սակայն ուզում եմ ասեմ, որ սա բավարար չի, որովհետեւ ճանապարհային ոստիկանության ներկայացնեն պետք է ասեմ, գնացեք ու նայեք ձեր կողմից իրականացվող գծանշումները։ Օրինակի համար Հրաչյա Քոչար փողոցով իջնող դեպի Բաղրամյան ձախ մուտքը, հա, որը հիմա դուք հանել եք ու բոլորին ասում եք գնացեք Կևյանում, շրջադարձ արեք, մարդկանց կյանքի համար վտանգ եք ստեղծել դուք դրանով։ Որովհետև ասենք ինչ-որ մեկը, որ շատ տեղ կարելի մի քանի կոպեկ փող աշխատի, բայց չի կարելի մարդկանց ուղղորդել հանդիպակաց տրանսպորտային
հոսքի վրա շրջադարձան, որտեղ կարող են սպանել այդ մարդկանց։ Կարևոր չէ մի քանի կոպեկը, կարևորը մարդկանց առողջությունը, կարևորը մարդկանց անվտանգությունը։ Ձեզ խորհուրդ եմ տալիս, եթե անհրաժեշտություն կա, պատրաստ եմ նաև ձեր հետ համագործակցել, ցույց տալ այն բոլոր նշանները, որպես թակարդ է դրված Երևան քաղաքում։ Շնորհակալություն։